Մեր հյուրերն արդեն տաղավարում են եւ մենք շարունակում ենք մեր եթերը։ Այսօր խոսելու ենք սոցիալական ձեռնարկատիրությունից։ Եթե երիտասարդ եք, ունեք բիզնես գաղափար եւ այն կարող է լուծել ձեր համայնքում սոցիալական խնդիր, ապա կա այդ գաղափարը իրականացնելու հնարավորություն։ Մեր տաղավարում են ԿԳՄՍ երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը, իրենց բիզնես գաղափարներն արդեն իրականություն դարձրած երիտասարդները Զարինե Կիրակոսյանը եւ Հարութ Տոնյանը։ Բարի առավոտ։ Նախ եկեք հասկանանք ինչով է տարբերվում սոցիալական ձեռնարկատիրությունը ավանդական բիզնեսներից եւ ինչ կապ ունի այստեղ ԿԳՄՍ-ն։ Շնորհակալ եմ հարցի համար եւ մեզ հյուրընկալելու համար։ Շատ հետաքրքիր հարց բարձրացրեցիք։ Սոցիալական ձեռնարկատիրությունը սովորական բիզնեսից տարբերվում է նրանով, որ անձը այդ բիզնես գաղափարը գեներացնում է ոչ թե գումար աշխատելու նպատակով, այլ համայնքի կամ որևէ այլ սոցիալական խնդիր, նպատակը սոցիալական խնդրի լուծումն է, որի համար անհրաժեշտ է գումար եւ ինքը ունի բիզնես գաղափար ու այդ գաղափարը իրականացնում է այդ խնդիրը լուծելու համար։ Այսինքն ավելի շատ ինքը սոցիալական խնդիր լուծելու համար ձեռնարկատիրական գործունեություն է, սա պարտադիր կոմպոնենտ է եւ պիտի բիզնեսը լավը լինի, որ կարողանա գումար աշխատի եւ պիտի սոցիալական գաղափարը անպայման լինի, որպեսզի երկուսն իրար հետ միասին դառնա սոցիալական ձեռնարկատիրություն։ Ինչու է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը սրան ուշադրություն դարձնում, հատկապես երիտասարդության հարցերի վարչությունը, որովհետև ըստ մեր երիտասարդական քաղաքականության մենք ասում ենք, որ մեր նպատակն է կերտել, ունենալ ակտիվ, հայրենիքին նվիրված, համայնքի հետ կապ ունեցող, նորարարական նախագծեր առաջացնող, մտքեր գեներացնող երիտասարդներ եւ սոցիալական ձեռնարկատիրությունը շատ լավ գործիք կարող է հանդիսանալ մեր քաղաքականությունն իրականացնելու համար, այսինքն կապելով երիտասարդների մոտ բիզնես գաղափարներ գեներացնելու եւ գումար վաստակելու, զբաղվածությունը, իրենց զբաղվածության հարցերը լուծելու, խնդիրները աջակցելու ճանապարհին, նաև սոցիալական կոմպոնենտը զարգացնելով, մենք կապում ենք դա համայնքի խնդիրների հետ, համայնքում իրանց մնալու հետ առհասարակ, համայնքի մասը ճանաչելու, իրանց զգալու եւ սիրելու իրանց համայնքը ու այդտեղ արարելու եւ որպես ակտիվ քաղաքացի հանդես գալու հարցում։ Ինչպես սկսվեց այս նախագիծը եւ քանի շահառու ունեք այս պահին, որոնք են այն կարևոր կետերը, ինչպես են ընտրվում շահառուները։ Տեսեք, նախարարությունը առհասարակ հայտարարում է դրամաշնորհային ծրագիր իրականացնելու մրցույթ եւ մենք այդտեղ ձևակերպում ենք մեր նպատակը, ասում ենք, որ ուզում ենք սոցիալական ձեռնարկատիրությունն աջակցող նախագծեր ստանանք եւ որպես պարտադիր պահանջ նշում ենք, որ առնվազն 100 երիտասարդի համար պետք է այդ նախագիծը իրականացվի։ Հետո հասարակական կազմակերպությունները կամ այլ ցանկացած կազմակերպություն կարող է դիմել մեր մրցույթին, դիմում են իրենց նախագծերով։ 2024 թվականի նախագծի հաղթողներ են, Հարութ կարծեմ 25 թվականի։ Տարբեր տարիների նախագծերի հաղթողներ են, կազմակերպությունները ներկայացրել են ոնց պիտի իրանք այդ երիտասարդներին հավաքագրեն, ոնց պիտի ծրագիրն իրականացնեն եւ օրինակ 24 թվականի ընթացքում նախագծի ընթացքում նաեւ մշակվել է էլեկտրոնային ուսուցման մոդուլներ, որը տեղադրվել է այդ կազմակերպության կայքում ու ցանկացած երիտասարդ կարող է գրանցվելով այդ կայքում ծանոթանա ոնց է այդ բիզնես գաղափարները իրականություն դարձնելու, այսինքն տարրական բիզնես սկսելու եւ քայլ-քայլ այդ գործընթացներն է նկարագրվում։ Հետո երիտասարդների հետ հավաքվել են ծրագրեր են իրականացել, մտքերն են ասել, ունեցել ենք փորձագիտական խմբեր, ովքեր լսել են այդ երիտասարդների նախագծերը, գաղափարները, եթե ունեցել են սոցիալական կոմպոնենտները եւ լավն է եղել, իրանք ոնց որ հետո փիչինգ է կոչվում այդ հատվածը, ոնց որ պաշտպանել են իրանք նախագծերը եւ հաղթող են ճանաչվել։ Հաղթած 10 նախագծին 2 տարիների ընթացքում էլ դրամական խրախուսում է տրվել, որը օգնել է իրանք ստարտափերը սկսելու համար։ Եվ այսօրվա մեր շատ հետաքրքիր ստացվեց, որ 2 տարբեր տարիների մասնակիցներից ունենք հյուրեր, երկու հյուրերը կարող են պատմել, որ ոնց ստացվեց իրենց ստարտափը, ոնց ձևավորեցին ու շարունակականություն կարողացան ապահովել, հա, մենակ այդ տարի ինչ որ մի բան չարեցին մնացին, սա որպես արդյունք նախարարության համար շատ կարևոր է, որովհետև եթե
գումար ենք ծախսում, ուզում ենք, որ ինքը շարունակական լինի։ Մենք լսենք Զարինեին եւ Հարութին ու հասկանանք, թե ինչպես են իրականացրել իրենց սոցիալական նախաձեռնությունը եւ այդ որպես բիզնեսմեն արդեն կարելի է ասել, ինչպես եք սկսել, ինչ փուլերով եք անցել եւ կարեւորը որտեղ եք իրականացնում ձեր գաղափարները։ Կարինե։ Հարցի համար ողջույն բոլորին։ Ես Զարինե Կիրակոսյանն եմ, երկար ժամանակ աշխատել եմ անիմացիոն մեդիա արտադրության ոլորտում, իսկ տարբեր տարիներ ներգրաված եմ եղել ինչ-որ սոցիալական փոքր ժամանակավոր կարճ պրոյեկտների ու իմ մասնագիտական աշխատանքում միշտ պակասել է այդ կոմպոնենտը, որ դու ինչ-որ շատ կարևոր ու փոփոխություններ ստեղծող բան ես անում։ Ինչքան էլ անիմացիոն ոլորտը կրեատիվ ոլորտ է, բայց մեկը այդ կոմպոնենտը մի քիչ պակասում է իրական փոփոխությունները տեսնելու ու այդ մտքի խտացումը իմ մոտ համընկավ նրա հետ, որ դրսում ապրող քույրս ասաց, որ իր համար շատ դժվար է իր երեխայի համար հայալեզու մանկական կոնտենտ գտնելը, մանավանդ որ երեխաները հիմնականում YouTube-յան հարթակով են նայում նման բաները։ Այդ ժամանակ մտածեցի, ինչու՞ չէ համայնքում ստեղծել ստուդիա, որտեղ սահմանամերձ համայնքի երեխաները Հայաստանի մշակութային ժառանգության հիման վրա, օրինակ հեքիաթների, կկրկնօրինակեն իրենց ձայնով այդ հեքիաթները կամ տարբեր ինչ-որ կոնտենտ, իսկ ավագ դպրոցի երեխաների հետ արդեն մնացած արտադրական պրոցեսները կտանենք, վիզուալները, անիմացիան եւ այլն, դա իրենց նոր հմտություններ կտա համայնքի երեխաներին ոնց որ նոր գիտելիքներ, նոր ալտերնատիվ կրթության հնարավորություն կտա, իսկ արդեն Հայաստանի հայալեզու խոսացող երեխաների համար կլինի նոր կոնտենտի աղբյուր։ Սարինե, որ համայնքի մասին է խոսքը գնում։ Սահմանամերձ Ճամբարակ համայնքի։ Ճամբարակ։ Հարութ, պատմեք ձեր նախաձեռնության մասին։ Մեր նախաձեռնությունը կացել օծանելիքի ոլորտում, ես օծանելիքագործ եմ, 12 տարեկանից զբաղվել եմ օծանելիքի վերավաճառքով ու արդեն ընթացքում կատարելագործելով հմտություններս սկսել եմ ինքս ստեղծել։ Ու երբ որ մտել եմ բիզնես աշխարհ ու հանդիպում ա երկու երազանք, դառնալ օծանելիքագործ եւ այդ օծանելիքագործության ոլորտը զարգացնել Հայաստանում, որը որ զարգացած չի, բայց ունենք մենք բավականին մեծ հնարավորություններ։ Սոցիալական ձեռնարկատիրությունը դարձավ այդ խթանը, որպեսզի հասնեմ իմ երազանքին միավորելով եւ բիզնեսը եւ ստեղծագործականությունը, չնայած որ բիզնեսն էլ արդեն ստեղծագործություն է ինքնին։ Իսկ դուք որ համայնքից եք։ Ես Արցախից եմ, Ստեփանակերտից եմ, բայց ծրագիրը իրականացվել է Տավուշի Բերդ համայնքում։ Ծրագրի հիմքում ընկած է հետևյալը. մենք վերածնունդ ենք հաղորդում հայկական ալբան սորտի խորդենուն, որը 90-ականներին արտադրվում էր Հայաստանում, սակայն լոգիստիկ խափանման միջոցով ինքը այլևս սկսեց չմշակվել, բայց Հայաստանը ունի մեծ պոտենցիալ ոչ միայն տվյալ մշակաբույսը աճեցնել ու ներկայացնել իր արտադրողներին, այլ նաև ունի հնարավորություն, որպեսզի աճեցնի ինքը, ինչպես նաև բավարարի իր ներքին շուկայում, այլ նաև արտասահմանյան շուկա դուրս հանի ու այսպեսով Հայաստանը թիրախավորվի որպես օծանելիքի հումք արտադրող երկիր։ Ես սա կարելի ասել եմ փոքր քայլն է, որ կարելի է կատարել հենց օծանելիքի ոլորտը զարգացնելու համար այստեղ ու հատկապես կարևոր է նշել, որ տվյալ ոլորտում մենք փորձում ենք ներգրավել երիտասարդներին, սկսած օծանելիքի մշակաբույսի աճեցումից մինչև իսկ հենց բուն օծանելիքի արտադրությունը։ Շատ հաճախ երբ երիտասարդները իրենց միտքն են առաջ բերում եւ իրենց գաղափարն են ներկայացնում, շատերը, այդ թվում նաեւ ընտանիքի անդամները երբեմն խրախուսելու փոխարեն ասում են ոչ, դա չի ստացվի, դա այնքան էլ լավ նախաձեռնություն չէ, ով պետք է օգնի առանց որևէ մեկի աջակցության բիզնես հիմնել չի լինի, ինչպես պետք է ընթանա ընթացքը եւ այսպիսի խոսակցություններ, որոնք մոտիվացնելու փոխարեն հակառակը կոտրում են երիտասարդներին։ Ձեր նախաձեռնության շնորհիվ երիտասարդները մոտիվացվում են եւ նաեւ հիմնում են բիզնեսներ։ Տարեկան քանի երիտասարդ է դիմում իր բիզնես գաղափարով եւ քանիսին եք աջակցում, որպեսզի կարողանան հիմնել իրենց բիզնեսները։ Ես կարծում եմ տարեկան շատ երիտասարդներ կարող են ունենալ գաղափարներ եւ տարբեր միջոցներ գտնել, հա, այդ գաղափարների իրականություն դարձնելու համար մեր նախարարության կողմից առաջարկվող ծրագրի շրջանակներում մենք 100 երիտասարդի շրջանում ենք դա անում եւ 10 նախաձեռնություն ենք խթանում այս սոցիալական ձեռնարկության աջակցման ծրագրի շրջանակներում, բայց նախարարությունն ունի այլ ծրագրեր էլ, որ աջակցում է էլի նորարարական նախագծերը
Հավանաբար Շանթի եթերում ունեցել ենք դրա մասին, այդ ծրագրի մասին հաղորդում, կոչվում է 100 գաղափար Հայաստանի համար, որտեղ էլի երիտասարդները այստեղ բաց է քանակը, նախագծերը կարող են շատ ավելի շատ լինել։ Նախապես անվանակարգեր ենք որոշում, ասում ենք, որ անվանակարգում այս տարի կարող ենք նախագծեր ներկայացնել եւ նորարարական նախագծեր ներկայացնելու համար եւս էլի դրամական խրախուսում տրվում նախարարության կողմից, այստեղ քիչ, բայց ավելի գումարային առումով մեծ ու կապում ենք նաեւ մյուս այդ առաջադրված ոլորտների, այլ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ում կարող է այդ գաղափարը հետաքրքրի եւ մենք որպես արդյունք այստեղ էլ կարող ենք ուրախությամբ, հպարտությամբ ասել, որ նախագծեր, օրինակ անցած տարվա նախագծերի շրջանակներում հիմա նախագծի անունը չկարողանամ հիշել, որ նախագիծը, բայց մենք նախատեսել էինք 5 նախագիծ դրամական խրախուսում տալ, UNICEF-ի Հայաստանյան գրասենյակը առաջարկեց եւս 1 նախագիծ իր կողմից խրախուսել ու դա օգնում է, վստահաբար օգնում է նախագծերը հետագայում շարունակականությունն ապահովելու համար։ Այստեղ էլ մենք ունենք հետադարձ կապով պատկեր, որ կան նախագծեր, որ շարունակվում են, դա մեր համար շատ ոգևորող է եւ մենք հասկանում ենք, որ ճիշտ ուղով ենք գնում, հա, սկզբից կարող է 1 նախագիծ լինի, հետո 2, հետո կարող է մասսայական ինքնաբնույթ կրի, որովհետեւ բիզնես անելը ինքնին բավականին բարդ գործընթաց է եւ երբ որ երիտասարդ տարիքում ավելի համարձակ, ավելի ռիսկերը քիչ կառավարելով իրանք մտքեր են առաջարկում, ավելի հեշտ են մտնում, բայց հետո պահելը կարող է դժվար լինի։ Ինչն է մեզ ուրախացնում, որ իրենք շատ հաճախ առաջարկում են այնպիսի լուծումներ, որ երբ մեծերը երկար մտածելով չեն կարողանում գտնել։ Սա այո, շատ հետաքրքիր փաստ է։ Եվ դա է հենց որ երիտասարդների գաղափարներն ավելի պայծառ կարող լինեն, քան մեծերինը։ Մեծերը կարող են փորձառու լինեն ավելի։ Մենք խոսում ենք սոցիալական կոմպոնենտի մասին, որը պարտադիր է ձեր բիզնես գաղափարում, այն ինչ է փոխում ձեր համայնքում։ Փոքր համայնքներում իրականում երեխաների ալտերնատիվ կրթության ու զբաղվածության հարցը երբեմն ավելի մեծ խնդիր է, քան օրինակ Երևանում եւ մեծ համայնքներում, ու երեխաներին ալտերնատիվ կրթության հնարավորություն տալը եւ իրենց համար ալտերնատիվ զբաղվածություն ապահովելը դպրոցից դուրս մեծ փոփոխություն է։ Բացի այդ, համայնքում սրճարան ունենալը համայնքի համար մշակութային ու ժամանցային խնդիր է լուծում, քանի որ այսօր աշխարհում ինֆորմացիան համահավասար գնում է եւ սա համանավերս վայրեր եւ Երևան եւ բոլոր տեղեր մեր կյանքի նկատմամբ սպասելիքները համահավասարեցվել են ու նույնիսկ հեռավոր մարզերում, փոքր համայնքներում մարդիկ կյանքից նույն սպասելիքները ունեն ու նույն որակն են ուզում ապահովել։ Այսինքն սրճարանի առկայությունը փոքր համայնքում նույնպես այնքան կարեւոր է, ինչքան մեծ համայնքում։ Հարութ Մեր թիրախը մի քանիսն են, հենց ամենաառաջինը, ամենամեծը Հայաստանում տվյալ ոլորտի զարգացումն է, երկրորդը, երբ որ բաժանում ենք մասերի, երիտասարդների շրջանում այդ արտագաղթը բացառել իրենց համայնքից, իրենց ծննդավայրից, ստեղծելով աշխատատեղեր, հատկապես հետաքրքիր ու ինդիվիդուալ մոտեցումով, որովհետև օծանելիքի ոլորտում ես իմ գործունեությունը վարելու ժամանակ շատ են հարցում իրականացնել, արդյոք իրականացնում եք դասընթացներ, արդյոք կարող ենք մասնակիցի դառնալ այդ գործընթացներին։ Ու երբ որ հիմա էլ մենք այդ քայլերը իրականացնում ենք համայնքում, բավականին մեծ է ներգրավվածությունը ու բավականին մեծ արդյունքներ ենք տեսնում։ Հարութ, օրինակ Բերդում քանի հոգի հետաքրքրվեց ի սկզբանե, երբ ասացիք, որ օծանելիքի արտադրություն եք ուզում սկսել եւ ինչպես եք արտադրում օծանելիքները, հասկացանք, որ ծաղկից այդ բույսը մշակում եք, հետո օծանելիք արտադրում եք, մեկ բույր է թե բազմաթիվ բույրեր։ Եվ ինչ է նշանակում ինդիվիդուալ, հա, մոտեցում, այսինքն ինչպես եք մարդու համար ստեղծում ինդիվիդուալ օծանելիք։ Վերջին հարցից սկսեմ, ինդիվիդուալ օծանելիքը հենց ստեղծում ենք հատուկ թեստի միջոցով, այսինքն երբ որ մենք ասում ենք անհատական օծանելիք, ուրեմն դրա հիմքում կա հենց անհատը, ու մենք ասում ենք շքեղությունը քո մասին է։ Այսինքն զերծ մնա դու մասսայական բույրերից, քանի որ այդ բույրերը ստեղծված են պայմանական Քրիստիան Դիորի պատմությանը հիշողություններին հիման վրա, դու ստեղծիր ինքդ քո պատմությունը, ինքդ քո ոճը ընդգծիր։
ու երբ որ գալիս են հենց երիտասարդների քանակը սկզբնական շրջանում մոտ 1200-ն էր, որ կարելի էր թիրախավորել, այսպես ասած։ Մեկնարկային փուլում, երբ որ մենք սկսել ենք այդ ցանքի գործընթացը, ինքը այն ամենավանողն է երևի, որ երիտասարդների շրջանում իրանք գյուղատնտեսությունից ինչ-որ չափով ցանկանում են հեռու մնալ, այլ IT ոլորտ, այսպես ասած, ավելի շատ նախընտրությունը դրան են տալիս։ Այստեղ մոտ 70 հոգի մենք ներգրավվածություն ունենք, պատրաստակամություն ունենք, քանի որ մեր լաբորատորիան էլ օծանելիքի գտնվում է Երևանում, նաև այցեր կազմակերպեցինք այստեղ ու որպեսզի ծանոթացնենք մենք ընդհանուր գործընթացին, ոչ միայն այդ մշակաբույսի աճեցումը, այլ նաև ծանոթացնենք, որ բնականից բացի կա նաև խորացված քիմիական, օրգանական քիմիա ուսումնասիրող արոմատիկ աստղաջրածինների բարդ աշխարհ ու ծանոթացրեցինք նրան, որ օծանելիքը այդ գիտության ու արվեստի խաչմերուկն է։ Միայն որ բնական բաղադրիչներով հնարավոր չի աշխատել ժամանակակից աշխարհում։ Բայց դուք ունեք կրթություն։ Ես ինքնուս եմ on-line կուրսեր անցել եմ Գրաս համալսարանի օծանելիքի։ Ունեմ կրթություն, բայց պատրաստվում նաև մեկնել Ֆրանսիա, ավելի ամրապնդելու գիտելիքներս ու ավելի մեծ արդյունք ներկայացնելու Հայաստանում։ Այ խոսեցինք մեկնել Ֆրանսիա եւ նոր գիտելիքներ ձեռք բերել։ Արդյոք նախարարությունը նաև պատրաստ է այն բիզնես գաղափարները, որոնք արդեն կարծես թե մեկ էտապ անցել են, ել ավելի ամրապնդվելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, բիզնեսի նոր էտապ մուտք գործելու համար օգնի նաև երեխաներին մասնագիտական փորձ ձեռք բերելու հարցում։ Շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում, մինչ այս պահը նախարարությունը մասնագիտական այսօր կարելի այս զարգացնել, մասնագիտական գիտելիքները բարձրացնելուն ուղղված ոնց որ աջակցություն նախարարությունը միգուցե այլ վարչությունների շրջանակներում ծրագրեր առաջարկում է, բայց մեր վարչությունը դա չի առաջարկել։ Մենք առաջարկում ենք երիտասարդներին իրանց երիտասարդական նախաձեռնություններն ակտիվացնելու, հետո հարությունը իրականում շատ կարևոր բան ասաց մեկնեմ Ֆրանսիա սովորեմ, որ գամ Հայաստանը զարգացնեմ։ Սա ինձ թվում է ամեն դեպքում ինձ որպես պետական ապարատի ներկայացուցիչ հպարտություն առաջացրեց մոտս եւ ես կարծում եմ, որ Հարություն ջան շատ ճիշտ ուղղուր է, որովհետև դու չես մեկնում Ֆրանսիա, որ հետո դու լավ ապրես կամ քո ընտանիքը լավ պահես։ Մտածում ես, որ էլի լավ կպահես, բայց Հայաստանը զարգացնես, այս այն արդյունքն է, ինչին որ մենք ուզում ենք հասնենք, տեսեք, ես չգիտեի, բայց այստեղ ինքը խոսեց դրա մասին։ Մենք ունենք ծրագիր, որով օգնում ենք երիտասարդներին ավիատոմսի ծախսի փոխհատուցման հարցում, կարճաժամկետ ծրագրերի համար, բայց մեր կարգը հիմա փոփոխության պիտի ենթարկենք, որովհետև վերջերս մարտին 25 թվականի ընդունվեց երիտասարդական քաղաքականության մասին օրենքը ու օրենքով մենք սահմանեցինք մի շարք երիտասարդական քաղաքականության սուբյեկտներ, ներառյալ համայնքային ծառայողներին երիտասարդական աշխատող հասկացողությունը սահմանեցինք եւ ուզում ենք իրեն մասնագիտական որպես կրթություն դարձնել, մասնագիտություն որպես դիտարկել, այս ամենով պայմանավորված մեր կարգում փոփոխություն պիտի արվի եւ պիտի ներառվեն բոլոր սուբյեկտները եւ կարա օրինակ այս Հարությունի բարձրացած հարցնել եւս մեր քննարկման դաշտում լինի, որ նմանատիպ միջոցառումների համար էլ աջակցություն, այսինքն եթե ավիատոմսի ծախսի փոխհատուցում տալիս ենք դասընթացներին մասնակցելու համար, կրթություն ընդեղա շարունակելու եւ պայմանով, որ պիտի գա Հայաստանում հետո զարգացնի, դա միանշանակ է, արդեն Հարություն ասեց։ Դա էլ կարող է դիտարկվի որպես աջակցության մեր համար էլի, որ աջակցենք նմանատիպ նախաձեռնություններին։ Հիանալի ծրագիր է իսկապես, շատ լավ է, որ արդեն մենք ունենք շահառուներ, ունենք արդեն կայացած բիզնեսներ, կարելի է այսպես ասել, համենայն դեպս գոնե արտադրանք արդեն։ Ձեզ մաղթում ենք հաջողություն ձեր բիզնեսում, ձեր ծրագրերում նոր եւ ել ավելի հետաքրքիր մտքեր, գաղափարներ ունեցող երիտասարդներ։ Շնորհակալություն, որ այսօր մեր հյուրն եք, հուսանք որ հաջորդ անգամ ձեզ կտեսնենք ել ավելի այսպես կայացած, Ֆրանսիայում արդեն սովորած, հետ վերադարձած, փորձով լեցուն։ Շնորհակալություն։ 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 Իսկ մենք գնանք գովազդ դիտելու եւ վերադառնանք։